վճարել, որպեսզի հետագայում այս հարցի կրկնակի քննարկում տեղի չունենան եւ ունենան օրենսդրական ստացվում։ Իրավական մասին չեմ ուզում անդրադառնալ, չնայած դիվատետում եմ, բոլոր մասերով համաձայն եմ պաշտպաներին, բացի մի մասից։ Ես չեմ կարծում, որ մեր հարգելի Արեն Մեղարովը երազել է, որպեսզի ես մի շատ նստեմ կամ ընդհանրապես կառավարեմ եւ այլն։ Ցանկանում եմ իմ համոզմունք հայտնել, որ այստեղ կոնկրետ կա քաղաքական նպատակ եւ ունեմ համոզմունք, որ մի անձի այսպես ցանկությունները հատուկ տալու խնդիր է դրած։ Շատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ոչ մի բան չանելով պետք է ազատվեն պատգամավորի կարգավիճակ ունենալով, բայց նաև շատ ուրախ եմ, որ իրավարության ֆակուլտետ ավարտելուց հետո ամենայն դեպս չեմ աշխատել որևէ նախատինական ման։ Որպեսզի ստիպված չլինեի իմ, այսպես ասած, ինչ եմ բարեր ասել, բայց ամեն դեպքում։ Այնպես որ մի փոքր անդրադարձ նաև խափանման միջոցներին, երբ որ մենք սովորում ենք, որ եթե չեմ սխալվում, կար 3 խափանման միջոց՝ կալանք, գրավ եւ երաշխավորություն։ Հիմա մարդիկ նստեցին, մտածեցին, գիտնականներ եւ այլն, բազմաթիվ այլանդրականի խափանման միջոցներ ստացեցին, բայց Հայաստանի Հանրապետության պարագայում բազա չէ, որ այդ հերոստատուսով հանգացնի ատամեկնացմա 6000-ատ, 3000-ատ բրասլետ են պատրել, մարդիկ իրենց մտքերում սկսում են արդեն ցուցակներ կազմել, ովքեր են կառավարում։ Միանշանակ տեղադրամասն ընդունում, կառավարվելու հետ կապված, ասեմ ձեզ, որ այնտեղ էլ կյանք կա եւ այդ նստելը բացարձակ խնդիր չի, ուղղակի այդ նախաքննական մարմինը, սա հարցը սրետորական է, կամ ընդհանրապես այն մարդիկ, ովքեր կանգնած են այս ամեն ինչի հետևում, անձանց հեղինակությունը բարի համբավ արատողորելու հետ կապված։ Ոնց է դրատակից դուրս գալու։ Դատարանն արձանագրում է, որ հնարավորություն կտրվում դատարանն արձանագրում է, որ պաշտպանի կողմից մի շարք հաստատների կարճեններ, մասնավորապես Էջմիածնի քաղաքապետարանի կողմից տրված շնորհակալագրի, երբ